Եթերում Ռուսարմինֆոյի այսօրվա առաջին թողարկումն է, տաղավարում Աննա Շլեպչյանն է։ Բարի օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի եւ աշխատավորների օրվա արդիվ հղած ուղերձում հայտարարել է, որ Հայաստանը ծայրահեղ աղքատության փաստացի վերացման շեմին է, ինչը շուտով կարձանագրվի պաշտոնապես։ Որպես հիմնական ձեռքբերումներ նա մատնանշել է 2018 թվականից ի վեր ստեղծված 280,000 նոր աշխատատեղերը, տնտեսության 53.9% աճն ու պետբյուջեի հարկային եկամուտների կրկնապատկումը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է անընդհատ կրթվելու եւ արհեստական բանականության զարգացմամբ թելադրված վերամասնագիտացման կարեւորությունը ժամանակակից շուկայում։ Աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաեւ վերամասնագիտացումը, որովհետեւ օրեցօր զարգացող արհեստական բանականությունը էականորեն փոխելու է աշխատանքի շուկան։ Եվ առավել եւս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը, աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը աշխատանքի օրվա արդիվ պատմել է իր անցած ճանապարհի մասին։ Նա վերհիշել է իր ուսանողական տարիները, երբ եղբոր հետ ամառային ամիսներին Ուկրաինայում ձեռքով ասֆալտ է փռել, վաստակածի կեսը տալով ծնողներին, իսկ մյուս կեսով հոգալով սեփական ուսման ծախսերը։ Գործարարը շեշտել է, որ բացի ջանասիրությունից հաջողության համար չափազանց կարևոր է նաև սեփական գործից խորապես հասկանալը։ Ամփոփելով իր խոսքը, նա ընդգծել է աշխատավոր մարդու դերը պետության հզորացման գործում, կարևորելով մայիսի 1-ի խորհուրդը բոլոր արդյունք ստեղծողների համար։ Ես այդ ժամանակները, եթե իմ պատկերացումների մեջ պատկերացնում եմ, մենակ երևի կատոկ ա եղել, չէ՞, ասֆալտանոց ուրիշ տեխնիկա չի եղել։ Մի հատ կատոկ, մնացածը մեր ձեռքերն էին։ Բայց նույնիսկ մենք մեր ձեռքերով ավելի որակով ասֆալտ էինք փռում, քան Փաշինյանը իր գերմանական տեխնիկայով։ Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է։ Հայ եթե ասեմ, առաջերտին 24 ժամ աշխատելու արդյունք է։ Սկզբնական շրջաներում նույնիսկ միգուցե ավելի շատ։ Համառությունն է։ Շատ կարևոր է գործից հասկանալը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի սադրիչ գործողություններից եւ չափազանցված հավակնություններից։ Ճապոնիայի վարչապետի հետ զրույցում նա ընդգծել է, որ Իրանը ձգտում է արդար համաձայնության, որը կապահովի երկրի անօտարելի իրավունքների հարգումն ու տարածաշրջանային կայունությունը։ Անդրադառնալով շարունակվող շրջափակմանը, նախագահը շեշտել է, որ ռազմածովային բլոկադան փաստացի պատերազմի շարունակությունն է Իրանի անկախության դեմ։ Այս հայտարարությունները հաջորդում են Իսլամաբադում բանակցությունների ձախողմանը եւ Դոնալդ Թրամփի որոշմանը պահպանել ծովային շրջափակումը չնայած հրադադարի երկարաձգմանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին մեկնարկած ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում դեռևս պահպանվում է ծայրահեղ լարված իրավիճակը։ Բաքվի ազգային ուռուցքաբանության կենտրոնում հիվանդը ինքնաշեն սարք է պայթեցրել, փորձելով սպանել իր բժշկին։ Ըստ լրատվամիջոցների 38-ամյա Մուբարիս Ալիևը, որ տառապում էր քաղցկեղով, թիրախավորել էր բժիշկ Ասիֆ Նասիրովին։ Միջադեպի հետևանքով բժիշկը ծանր վիրավորվել է, իսկ հարձակում գործած հիվանդը տեղում մահացել։ Դեպքի արդիվ հարուցվել է քրեական գործ, սպանության փորձի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի պահման հոդվածներով։ Իրավապահները պարզում են ողբերգական պատահարի բոլոր հանգամանքներն ու դրդապատճառները։ Վաղ առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել Միսակ Մեծարենց փողոցում։ Ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ժամը 0:30-ի սահմանում դեպքի վայր ժամանած փրկարարները մարմինը դուրս են բերել ջրից եւ հանձնել դիատար ծառայությանը։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում փաստի արդիվ արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահներն այժմ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ մահացածի ինքնությունը բարձելու ուղղությամբ։ Քննությունը դիտարկում է տեղի ունեցածի մի քանի վարկած, ներառյալ դժբախտ պատահարի, սպանության կամ ինքնասպանության հավանականությունը։ Առավոտյան համացանցում մեծ արձագանք գտած Երևանի կենթանաբանական այգուց զեբրի փախուստի մասին լուրը պարզվել է, որ իրականությանը չի համապատասխանում։ Միասնիկյան պողոտայում հայտնված զեբրն իրականում զոլերով ներկված ավանակ էր, որին քաղաքացիներից մեկը բերել էր տարածք զվարճալի տեսանյութ նկարահանելու նպատակով։ Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը միջադեպը որակել է որպես անհաջող կատակ, հավաստիացնելով, որ կենթանաբանական այգու բոլոր զեբրերն իրենց տեղում են եւ ապահով։ Այժմ իրավապահները պարզում են կենթանու տիրոջ ինքնությունը, որը մոլորության մեջ էր գցել հանրությանը։